բոլոր հարցադրումները նշել եմ, եթե ինչ-որ բան հանկարծ կվրիպեմ, խնդրում եմ հիշեցրեք կամ լիագումարին ընդառաջ կունենանք կամ գրավոր կուղարկենք։ Նախ Տիկին Ղազարյան զեկույցների մասով շնորհակալ եմ, որ պատգամավորներ կային, ովքեր հասցրել էին թերթել նայել, մենք շնորհակալ ենք դրա համար, որովհետև իրականում մենք շատ ուշադիր ենք, եթե դուք նույնիսկ նայեք ձեզ ներկայացած հաղորդումների բովանդակությունը, իրենք տարբերվում են եւ գնալով, այո, մեթոդիկան էլ է փոխվել, դիզայնը այդ արդեն կարդալու համար, որ մի քիչ ավելի հեշտ լինի եւ ավելի կարդալու տեսանկյունից ինքը հաճելի լինի, այսինքն տհաճ չլինի գործընթացը, բայց ինչն ենք մենք այստեղ կարևորում, ավելի շատ գնալով մեր հաղորդման մեջ լինելու է մեծ տվյալների վերլուծություն, ավելի շատ լինելու են վերլուծական որոշակի դատողություններ, հիմա էլ կան ու մենք այդ ուղղությամբ ենք շարժվում, այսինքն այն ինչ որ հնարավոր է բաց աղբյուրներից ստանալ, մենք այլևս չենք զետեղելու ու չենք զետեղում մեր հաղորդումների մեջ։ Սա լինելու է շարունակական, եթե որոշակի դիտարկումներ կունենաք, ուրախ ենք լսել, որովհետև ընթերցողը շահառուն նաև դուք եք մեր զեկույցների։ Անդրադառնալով նախ Տիկին Դավանի հարցադրմանը, հետո Տիկին Թովմասյանի, որովհետև Տիկին Թովմասյանի հարցադրումներն ավելի շատ էին։ Տիկին Դավան, գնահատական տալ D2 մարդու զրույցը, ես ուրիշ իրավահարաբերությունից էլ կարող եմ նմանատիպ իրավիճակներ բերել, երբ որ ապօրինի գույքի հայցի շրջանակներում ասում են դե նվեր է։ Այդ դե նվեր է հասկացությունը այնքան մեզ չարչարեց իրավական առումով, մինչև Վճռաբեկ դատարանը վերջապես տվեց հստակ դիրքորոշում, թե ի վերջո այդ նվերը պետք է ունենա նաև տրամաբանություն, նվերը պետք է ունենա նաև նպատակ եւ հնարավոր չի, որ մարդը, որը ունի կարողություն, ի վերջո այդ նվերով չի կարող ամեն դեպքում պաշտպանվել մեր ապօրինի գույքի հայցերից։ Այսինքն այս մեկնաբանությունները իրենք եթե կոնտեքստից կտրես, այո, կարա լինի երկու մարդու խոսակցություն, կարա լինի դե նվեր, դե իրանց տանից որ մի գույքը ծախել է, առել է ու այս տեսակ դատողություններ։ Բայց ես ուրիշ բանի վրա եմ ուզում բոլորիդ ուշադրությունը հրավիրեմ, հաշվի առնելով, որ դուք նաև շատ շփվում եք մեր քաղաքացիների հետ ու հույս ունեմ մեր քաղաքացիները հիմա նաև մեզ հետևում են։ Վճռաբեկ դատարանը ունի նախադեպային դիրքորոշում, որ ընտրակաշառքի վերաբերյալ գործերով ռեալ ազատազրկում է կիրառվում։ Վճռաբեկ դատարանը իմ բողոքի հիման վրա 2021 թվականի ընտրությունների հետ կապված ընտրակաշառքի դրվագով, երբ առաջին ատյանն ու վերաքննիչ դատարանը պայմանական դատապարտում էին կիրառել, իսկ Վճռաբեկ դատարանը պատիժների մասով հաճախ չի վարույթ ընդունում, հաճախ չի դիրքորոշումներ ձևավորում, նմանատիպ իրավիճակներ ունենք, օրինակ զենքի հետ կապված, նմանատիպ իրավիճակներ ունենք, չգիտեմ, մարդու դեմ ուղղված հանցագործությունների հետ կապված, եւ դատարանը պատիժների վերաբերյալ դիրքորոշումներ է տալիս, ընտրակաշառքն էլ է Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի տիրույթում դիտվում որպես հանցագործություն, որը պատժվում է բացառապես ազատազրկմամբ։ Եվ այստեղ մի հանգամանքի վրա էլ պետք է ուշադրություն դարձնել։ Այսօր շատ այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվում են փաստաթղթեր, որոնք կապված են նախորդ տարիների ընտրակաշառքների հետ։ Այսինքն մտածել, որ ընտրությունները անցան եւ այլևս այս հանգամանքը չի բացահայտվելու, էլի միամտություն է։ Եվ շատ հաճախ մենք ունենում ենք իրավիճակներ, երբ որ մարդիկ, որոնք որ ընտրակաշառք են վերցրել, իրենք էլ չեն հասկանում ինչ են արել, որովհետև մեկնաբանությունը, այո, դե երկու մարդու խոսակցությունն է, դե նվերը, դե խոստումը, դե ու սենց տարբեր տեսակի դեր, բայց իրավական տեսանկյունից հետո այս մարդիկ սկսում են նեղանալ մեզանից, որովհետև ասում են ինչի եք նման խիստ պատիժներ միջնորդում, միջնորդել ենք ու միջնորդելու ենք նման խիստ պատիժներ, որովհետև դիրքորոշումը շատ հստակ է։ Ժողովուրդ խանգարում եք։ Չէ, ու այս առումով կխնդրեմ, որ այս հանգամանքը բացի նրանից, որ սանկցիան է անընդհատ վկայակոչում, սանկցիայից էլ ավելի հստակ է Վճռաբեկի դիրքորոշում, այսինքն հետո ակնկալել մեղմ վերաբերմունք առնվազն կլինի միամտություն, կամ ակնկալել, չգիտեմ, պատժից ազատում գործուն զղջալու հիմքով նմանատիպ բաներ, սրանք պետք է նկատի ունենալ, այդ ռիսկերը կան։ Տիկին Թովմասյանի հարցադրումներին անդրադառնալով նշեմ, որ Դավիթ Մինասյանի գործով վարույթը դատարանում է եւ ձեզ հետաքրքրող հարցաքննությունը կարող եք նաեւ դատաքննության փուլում ենթադրում եմ լրացուցիչ լինելու է, ձեզ հետաքրքրող բոլոր տվյալները կարծում եմ այդ հարցաքննության ժամանակ նաեւ կհնչեն, կոնկրետ վարույթից բնականաբար կարծում չեք ակնկալում, չէ, որ հարցաքննության արձանագրությունը պետք է հետս բերեի կամ ձեզ տրամադրեմ, բայց դա հրապարակային դատաքննություն է, վստահ եմ այդ հանգամանքը քննարկվելու է եւ առիթ կունենաք դրա մասին լսել, այդ թվում հարցաքննություն, որը կապված է նույն միջադեպի այլ հանգամանքների հետ։ Ժամկետների մասով ասացիք, որ Փութաջան ենք գտնվել այս գործով ու ոչ միայն այս գործով, այն բոլոր գործերը, որոնք մեկ դրվագով են, որոնց ծանրության աստիճանը մեզ թույլ է տալիս կարճ ժամկետում ավարտել, մենք ձգտում ենք ավարտել ուղարկել դատարան։ Ձեր կողմից նշած գործը, ես արդեն պատահական չէր, որ ասցի անձի վերաբերյալ
չունենք մեղադրանք, բայց ունենք քրեական վարույթ նախաձեռնված, որը վերաբերում է այս բոլոր հանգամանքներին, բնականաբար սա էլ այդ հանգամանքների կոնտեքստում տինայինք, թե չէ Տիկին Դավոյանի ասած իրավիճակն է ալնելու, ինչ որ մի կոնտեքստից կտրված փաստարկով հերկվելու է այն մնացած բոլոր փաստերը, որը ներկայացվում է վարույթն իրականացնող մարմնի կողմից։ Հիմա տեսեք, մեր խոշոր կոռուպցիոն գործերով մենք ինչի ենք ուշ ուղարկում դատարան, որտեղ այս բոլոր հանգամանքների փոխկապակցվածությունն ենք հիմնավորում։ Հակառակ դեպքում ամեն մի կոռուպցիոն դրվագ առանձին կարա եւ ընդհանուր մինչև քաղաքացիական հարաբերություն դառնա, փոխառության պայմանագիր դառնա օրինակ, այստեղ բնականաբար միտում չկա, առնվազն մեր աշխատանքի ձևը տեսնելով կարծում եմ չունեք նման հիմքեր ասելու, որ մենք ինչ-որ հանգամանքներ փորձում ենք թաքցնել կամ պահել, եւ բնավ մեզ էլ հաճելի չի, երբ որ մենք անձի հետևից ուղարկում ենք հանձնման միջնորդություն։ Ավելի շատ դատախազությունն է այս փուլում գործառույթ իրականացնում։ Ես ինքս եմ ստիպված ելնում իմ գործընկերներին խնդրել, որ մեզ տրամադրեք փաստաթղթեր, տրամադրեք անձին, տրամադրեք հիմքեր, որպեսզի կարողանանք in absentia վարույթ իրականացնել, հեռակավարույթ իրականացնել։ Դրա համար մենք ինքներս ենք շահագրգռված, որ անձը լինի Հայաստանում, երբ որ մենք մեղադրանք ենք առաջադրում, այլի այստեղ դժվար թե կարողանա որևէ մեկն ասի, որ մենք սպասում ենք անձը գնա, որ հետո այս բոլոր չարչարանքները մենք ըստ էության իրավական դժվարությունները կրենք։ Ես ստիպված եմ լինում երկրագնդի հակառակ կողմում գտնվող տարբեր շատ հեռու մեզնից գտնվող երկրներ ուղարկել իրավական օգնություններ, հետևից նամակներ գրել, հետևից խնդրել, որ մեզ տրամադրեք ու բնականաբար այդ ամբողջը դատախազության ջանքերն են, որտեղ կենտրոնական մարմինը դատախազությունն է։ Այսինքն այս առումով մեր համար հստակ է։ Շատ հաճախ լինում են իրավիճակներ, երբ որ այդ մեղադրանքները առաջադրվում են ուշ եւ առաջադրվում են ուշ ոչ թե որովհետեւ այդ մարդիկ մեր հովանավորյալներն են, այլ որովհետեւ դատարան ուղարկվող մեղադրանքը պետք է լինի հիմնավոր, որ տարբեր բամբասանքներ չլինեն մեղադրանքների սին լինելու մասին, ապացույցներ ներկայացված չլինելու մասին, որպեսզի բովանդակային կարողանանք դատաքննության փուլում խոսենք։ Դες որ վստահեցնում եմ ձեզ, այդտեղ պետք չի իրականում այդ սև կատուն մանգալ, մեզ առաջինը ցանկալի, որ մարդը գա դատարան։ Իսկ ազատության լրագրողների մասով ես չեմ հիշում ազատության լրագրողի մի հարցում, որին մենք չենք պատասխանել։ Խնդրեմ այդ հարցումը գրավոր ուղարկել, բոլոր մանրամասներով կտրամադրենք ինչ որ հետաքրքիր է լրագրողին։ Ծնողների հետ կապված կրկնեք հարցը։ Ես նաև գազեկուցի գաղտնազերծման պատերազմի հանգամանքների ուսումնասիրության համար։ Ձեզ դիմում եմ։ Ես խնդրեմ դիմումի ընթացքը հասկանամ ուրախացել, որ ձեզ ճիշտ պատասխանեմ, հա։ Շատ լավ։ Ավարտեցիք։ Շատ Ասի խնդրում եմ գրավոր ուղարկեք, մենք գրավոր կպատասխանենք հարցմանը։ Որևէ հարցում ազատությունից եւ որևէ լրագրողից չկա, որ մենք չենք պատասխանել։ Դժվար է ակնկալել, չէ, որ ես բոլոր դատավարական փաստաթղթերը հիշում եմ, դրա համար ավելի հստակ լինելու համար գրավոր հարցմանը կպատասխանենք ամենայն մանրամասնությամբ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։